Ղուկաս 24 Թափուր գերեզմանը և Հիսուսի հարությունը։ Բայց կիրակի օրը առավոտյան շատ վաղ կանայք գերեզման եկան, բերելով իրենց պատրաստած խնկերը նրանց հետ և ուրիշ կանայք, և քարը գերեզմանից գլորված գտան, ու ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։ Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետնին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչու ողջին մեռելների մեջ եք փնտրում, այստեղ չէ, այլ հարյավ, հիշեցեք ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր, ասում էր, թե պետք է, որ մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը, և վերադարձան ու պատմեցին այս ամենը 11-ին և բոլոր մյուսներին։ Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։ Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին և չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման։ Նայեց ու տեսավ, որ կտավները միայն կային, և գնաց մտքում զարմացած, թե ինչ էր եղել։ Էմաուիսի ճամփորդները։ Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր մոտ 11 կիլոմետր։ Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը Հիսուս մոտեցավ ու գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեն։ Եվ նրանց ասաց. «Այդ ինչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։ Նրանցից մեկը, որի անունը Քլեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դու ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին»։ Եվ նրանց ասաց. «Ի՞նչ»։ Եվ նրանք ասացին Հիսուս Նազովրեցու մասին, որ եղավ մարգարե մարդ հզոր գործերով և խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ, և թե ինչպես մեր քահանայապետները և իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ Մենք ակնկալում էինք, թե նա է, որ փրկելու է Իսրայելը, սակայն այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին։ Այլ նաև մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել և նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան և ասացին, թե նաև մի տեսիլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին և գտան այնպես, ինչպես կանայք ասել էին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. «Ով անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները, չէ՞ որ Քրիստոս պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին բոլոր գրքերում»։ Երբ մոտեցան այն գյուղին, որ գնում էին, Հիսուս պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մոտ գիշերիր, որովհետև երեկո է և օրը տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ նրանց հետ այնտեղ գիշերելու։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։
Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքերի աներևույթ եղավ։ Եվ նրանք ասացին միմյանց. մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, մինչև նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, եւ ինչպես էր մեզ բացատրում գրքերը։ Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան, եւ հավաքված գտան 11-ին եւ նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարյավ Տերը եւ երևաց Սիմոնին։ Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թե ինչպես Հիսուս իրեն ճանաչել էր տվել նրանց հաց կտրելու ժամանակ։ Հիսուս երևում է առաքյալներին։ Մինչ դեռևս նրանք այս էին խոսում, Հիսուս ինքը եկավ կանգնեց նրանց մեջ եւ ասաց. «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք»։ Իսկ նրանք զարուրած վախենում եւ կարծում էին, թե մի ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք խռոված եւ ինչու է ձեր սրտերում կասկածներ են ծագում։ Տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ինքն ես եմ, շոշափեցեք ինձ և տեսեք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի, ինչպես տեսնում եք ես ունեմ։ Եվ այս ասելով ցույց տվեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը։ Եվ մինչ դեռևս ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։ Եվ նրանք տվին նրան խորոված ձգան մի կտոր և մեղրախորիսխ։ Եվ նա առավ, կերավ նրանց առաջ, իսկ մնացածները տվեց նրանց ու ասաց. «Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչև ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն այն ամենը, որ գրված են իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեների մեջ և Սաղմոսներում»։ Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան գրքերը, եւ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոս, հարություն առներ մեռելներից 3-րդ օրը, եւ քարոզվեր նրա անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն բոլոր ազգերի մեջ, Երուսաղեմից սկսած։ Եվ այս բաների վկաներ եք դուք, եւ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ հոր խոստումը, իսկ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքի զորությամբ զգեստավորվեք»։ Հիսուսի համբարձումը։ Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա եւ բարձրացնելով իր ձեռքերը օրհնեց նրանց։ Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերադառնում։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին եւ մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Եվ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։